Իրանի դեմ Իսրայելի ռազմարշավը կարող է ռիսկեր ստեղծել հարավային Կովկասում։ Բենյամին Պողոսյանի կարծիքով հակամարտության խորացումն ուղիղ ազդեցություն կարող է ունենալ նաև Հայաստանի անվտանգության վրա։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը ակնհայտորեն հարմար պահի է սպասում Հայաստանի դեմ նոր էսկալացիայի գնալու համար, եւ զսպող գործոններից մեկը Իրանն է եւ Իրանի հստակ դիրքորոշումը, որ թույլ չէր տա ուժով սահմանների փոփոխություն հարավային Կովկասում։ Եթե Իրանը մխրճվի լայնածավալ պատերազմի մեջ Իսրայելի, տեսականորեն Իսրայելի եւ ԱՄՆ-ի դեմ, ապա չեմ բացառում, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող է մտածել կամ հաշվարկել, որ հիմա հարմար պահ է Հայաստանին նոր հարված հասնելու համար։ Այսինքն, եթե ռազմական գործողությունները շարունակվում են օրեր, առնվազն 1 շաբաթ եւ ավելին, ապա կարծում եմ Հայաստանը պետք է պատրաստ լինի Ադրբեջանի կողմից նոր հնարավոր էսկալացիաների։ Իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը զգուշացնում է, որ Իրան-Իսրայել բախումը կարող է Ադրբեջանին ու Թուրքիային հնարավորություն տալ առաջ մղելու իրենց ռազմավարական օրակարգը։ Զորքերը պիտի պատրաստ լինեն, հաշվի առնելով, որ թուրքական բանակը գտնվում է Նախիջևանում, ես Ադրբեջանը, Թուրքիան պատրաստ են օգտագործել այս հնարավորությունների պատուհանը, որպեսզի բացեն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը նաև էլի բխում է Իսրայելի շահերից, որպեսզի նվազեցնել Իրանի հնարավորությունները եւ կտրել կապը Հայաստանի հետ, Ռուսաստանի հետ եւ Եվրոպայի հետ, եւ սա կլինի արդեն անուղղակի հարված Իրանի դեմ, բայց Ադրբեջանի, Թուրքիայի միջոցով Հայաստանի դեմ։ Փորձագետները շեշտում են, որ նման ճգնաժամերից անհրաժեշտ է համապատասխան դասեր քաղել, կանխելու համար նմանատիպ զարգացումների կրկնությունը մեր երկրի տարածքում։ Այստեղ ամենաառաջի դասը երևի որ ես մակերեսային դասը նայեմ, որ ինչ-որ տեսնում եք, որ ռիսկային մտնում եք ինչ-որ շրջան, ժամանակաշրջանից, որ ԱՄՆ-ն օրինակ իր դեսպանատներից աշխատողներին ասելա դուրս գալ, մենք 2 օր առաջ ենք լսել, պետք չի գնալ շտաբի պետը, բանակի պետք չի գնա քնի իր բնակարանում օրինակի համար, որը եղել է այս այդ տիպի սխալը ես ճիշտ ասած ռազմական դասել չի կարելի կոչել, որտեղ տենց բան չի կարա լինել ու չպետք է լինի օրինակ մեր պարագայում երբեք։ Ըստ Բենյամին Պողոսյանի, Հայաստանի արտգործնախարարության արձագանքը դատապարտելով Իրանի դեմ հարձակումը փորձ էր պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, առանց կեղծ չեզոքություն ցուցադրելու։ Ընդհանուր առմամբ ես դրական եմ գնահատում մեր արտգործնախարարության հայտարարությունը, որը դատապարտում էր Իրանի դեմ հարձակումը, այսինքն չեզոքության մասին խոսք չկա, որովհետև մենք հայտարարել ենք, որ մենք դատապարտում ենք Իրանի դեմ հարձակումը։ Օրինակ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում էր Ադրբեջանը խոր մտահոգությամբ հետևում է տեղի ունեցող իրադարձություններին։ Հասկանալի է, որ դիվանագիտական բառապաշարում դատապարտել եւ մտահոգությամբ հետևել բառերի միջև զգալի տարբերություն կա։ Հետաբար ես չի ասի, որ Հայաստանի չեզոքությունը է պահպանում, բայց ինչ որ ավելի կոշտ հայտարարություններով հանդես գալ երևի իմաստ չունի, իսկ ավելին Հայաստանը ուղղակի չի կարող անել։ Փորձագետների պնդմամբ իրավիճակը պահանջում է Հայաստանից բարձր պատրաստվածություն հնարավոր անվտանգային սցենարներին դիմակայելու համար։ Դավիթ Գենջոյան, Մկրտիչ Խաչատրյան, Reopen Media։